Բաբկեն Էդիկի Թունյան ծնվել է 1989 Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 2003 թվականին նույն ֆակուլտետի մագիստրատուրան, տնտեսագիտության մագիստրոս է, 2007 թվականին ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի տնտեսագիտություն և հանրային կառավարում 3-ամսյա դասընթացը, մասնակցել է որոշ վերապատրաստման դասընթացների։ Կոնֆլիկտաբանություն և բանակցություններ 2006 թվական մարդկային զարգացման միջազգային կենտրոն Երևան Training տրեյներների դասախոսների համար 2006 թվական Լոնդոն Աշխատանքային պրակտիկա BBC Parlament հեռուստաալիքում 2007 թվական Լոնդոն Ընտրական պրոցեսներ մամուլի ազատություն Հայաստան ԵՄ հարաբերություններ 2011 թվական Փարիզ Ստրասբուրգ International Visitor Leadership ծրագիր 2011 թվական Միացյալ Նահանգներ 1998-ից 99 թվականներին եղել է Հայկական Կարմիր խաչ ընկերության փախստականների և միգրացիայի բաժնի պետի օգնական։ 2000-ից 2002 թվականներին բնական ակտիվ նյութեր արտադրողների և արտահանողների հասարակական կազմակերպության նախագահի օգնական։ 2005-ից 2018 թվականներին աշխատել է 168 ժամ թերթի և 168.am կայքի տնտեսական մեկնաբան, տնտեսական խմբագիր։ 2005-ից 2006 թվականներին TV5 հեռուստաալիքի մարզական լուրերի թարգմանիչ և խմբագիր։ 2007-ից 2009 թվականներին 3 միլիոն ամսագրի գլխավոր խմբագիր։ 2009-ից 2012 թվականներին Bevit ընկերության հիմնադիր տնօրեն։ 2015 թվականին հիմնադրել և մինչև 2019 հունվարը ղեկավարել է B4B AM ինֆորմացիոն վերլուծական հարթակը։ Չէ, այսօրվա հերոսի ֆիլմի սցենարը մի փոքր տարբերվում է ավանդականից։ Նոր Հայաստանի սկզբնական շրջանում Բաբկեն Թունյանը ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, որը առիթը բաց չէր թողնում քննադատելու իշխանության նոր եկածներին։ Սակայն կարճ ժամանակ անց տարբեր դաշտերում խաղացողները միավորվեցին ու որոշեցին խաղալ նույն դաշտում ու նույն թիմում։ Բաբկեն Թունյանը 2019-ից ազգային ժողովի падգամավոր է, ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Իմ քայլը խմբակցության անդամ։ Ու սկսվեց Թունյանի քաղաքական կյանքը։ Այդ կազմակերպությունը բնությանը անթույլատրելի վնաս պատճառում է, թե չի պատճառում։ Ու քանի որ դուք շրջակա միջավայրի համար եք պատասխանատու, իսկ ես որպես տնտեսագետ ավելի շատ տնտեսական շահերի մասին եմ մտածում։ 16 մեղման միջոցառումների կիրառման դեպքում ռիսկերը դառնում են ամբողջությամբ կառավարելի, ու եթե այդ ընկերությունը պատրաստ է այդ քայլերը իրականացնել, ուրեմն նշանակում է այդտեղ որևէ խնդիր չի կարողանա առաջանալ։ Սա մեկ, երկրորդը մենք պետք է նկատի ունենանք, եթե մենք այս տիպի տարբերակում ամուսարի հանքի թույլտվությունը վերցնում ենք հետ, այսինքն թույլ չենք տալիս, որ նա շահագործի, ուրեմն այդ տրամաբանությամբ պետք է Հայաստանի բոլոր հանքերի թույլտվությունները իսկ մենք պատրաստ ենք այսօր ընդհանրապես այս պահին հանքարդյունաբերությունից հրաժարվել։ Մինչդեռ ներկա իշխանականները, երբ ոչ վաղ անցյալում ընդդիմադիր ու բնապահպան էին, դեմ էին Ամուլսարի շահագործմանը։ Իսկ այսօր Ամուլսարի հարցը կրկին օրակարգում է։ Ինչևէ, անցնենք առաջ։ Ինչ է կարծում տնտեսագետ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանը Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերությունների մասին։ Ռուսաստանը նախ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, երկրորդ Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցները բավականին մեծ քանակությամբ դրամական միջոցներ կամ տրանսֆերտներ են ուղարկում Հայաստան, եւ Ռուսաստանը մեր ամենամեծ ներդրումային գործընկերն է։ Իսկ հիմա Թունյանն իր քաղաքական թիմի հետ հայտնվել է երկու քարի արանքում՝ ԵՄ թե ԵԱՏՄ, ընտրելը դժվար է, համատեղելը անհնար։ Շարունակենք։ Դեպի դժոխք տանող ճանապարհը հարթված է ամենաբարի ցանկություններով։ Հիմա ձեր ցանկությունը շատ բարի է։ Ու սկսվեց քպիական բարի ցանկություններով լի դեպի դժոխք ճանապարհը, սկսվեց ու անցավ բոլոր ոլորտներով՝ առողջապահություն, անվտանգություն, տնտեսություն։ Խաղաղություն դեպի դժոխք տանող ճանապարհի առաջին խաչմերուկը։ Խաչմերուկ, որտեղ պատրաստ է կանգնել միայն պաշտոնական Երևանը, պատրաստ է զիջել միայն պաշտոնական Երևանը, պատրաստ է ամեն ինչի համաձայնել միայն պաշտոնական Երևանը։ Անվտանգության երաշխավոր եք թե չէ, կասկածի տակ եք դնում կամ նշում եք, որ
ձեռքերը լվացել են, պարոն Մանուկյանը ափսոս գնաց։ Պարոն Մանուկյանի հետ 10 օր առաջ միասին մասնակցում էինք Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի աշխատանքներին, որտեղ ինքը կվկայի, որ մեր դիրքորոշումները այնպիսի երանգներ չէին պարունակում, որոնք թույլ կտային անգամ նման կասկածին չեսնի։ Պատերազմ, կապիտուլյացիա, մոտ 5000 զոհ։ Այս ամենից հետո պաշտոնական Երևանը դեռևս շարունակում էր պնդել, որ ձեռքերն Արցախից չի լվացել, բայց շատ ժամանակ չանցած Արցախը հայտնվեց բլոկադայի մեջ, կտրվեց Մայր Հայաստանի հետ կապից, իսկ Մայր Հայաստանում գործող իշխանությունը որևէ գործուն քայլ չնախաձեռնեց Ադրբեջանին զսպելու համար։ Ի վերջո արցախցին մնաց մենակ, կռվեց մինչև վերջին փամփուշտը, բայց շրջափակման պատճառով հյուծված բնակչությունն ու պետական ինստիտուտները երկար դիմադրել չկարողացան։ Արցախի բռնի հայաթափում գերիներ, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Եվ ուրեմն ապագա կա, ապագա կա, ապագա կա, ապագա կա, սիրում եմ բոլորին։ Հերթական քպիական բարի ցանկությունը, որն ավելի երկարացրեց դեպի դժոխք ճանապարհը։ Արմատախիլ ենք անելու կոռուպցիան, գանձակողությունը վերացնելով դրանց ծնող շարժառիթները։ 2018-ից առ այսօր դատարաններում կոռուպցիոն բազմաթիվ գործեր կան, որոնք սակայն իշխանության խոստացած ու ցանկալի արդյունքը չտվեցին։ Թեպետ Բաբկեն-Թունյանը համոզված է, որ գործող իշխանությունը տվել է լուծումը, փոխել է գումարելիների տեղը, ասել է, թե կոռուպցիան դարձել է պարգևավճար։ Այդ մարդուն եթե մենք զրկել ենք կոռուպցիոն ինչ-որ հնարավորությունից, կաշառք վերցնելու հնարավորությունից, ու մյուս կողմից ուզում ենք, որ ինքը նորմալ աշխատի, մենք չենք ուզում այդ նորմալ մարդիկ, լավ մասնագետները պետական համակարգից գնան, գոնե նրանց արժանապատիվ արձակություն պետք է տալ, թե չէ, դա պարգևավճար չի ըստ էության։ Սակայն ինչպես գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում, նույնն էլ այս դեպքում է։ Շարունակենք։ Մենք խոսում ենք ներդրումներից, բայց կան մարդիկ, որոնք բառի ամենավատ իմաստով բյուրոկրատներ են ու որոնք ընդհանրապես պատասխանատվություն չեն կրում ու չեն հասկանում իրենց գործունեության կամ անգործության համար։ Այսինքն մարդը ուզում է բիզնես անի, ներդրումներ անի, երկրին օգուտ տա, հարկեր վճարի ու փոխանակ համապատասխան պետական չինովնիկում այդ խնդիրը վերաբերում է ինքը ընկնի այդ մարդու հետևից, ինքը հետաքրքրվի, ինքը հարցնի ինչ խնդիր ունես, այդ գործարարը պետք է իրանց հետևից ընկնի, այդ գործարարը պետք է խնդրի, իր զանգերին պիտի չպատասխանեն, իրար չպիտի հանդիպեն, վերջում մի այնպիսի ձև բռնեն, որ իրանք չգիտեմ ով են, իրանք ոչ մի բան են։ Իսկ արդեն նոր Հայաստանում գործարարները դարձել են հարկի մատերիալ։ Մեծից մինչև փոքր ու միջին ձեռնարկատեր այսօր կքած են հարկային բեռի տակ, իսկ հարկային նոր քաղաքականությունը որոշ գործարարներին ստիպեցին հեռանալ հայկական բիզնես դաշտից։ Տասնյակ գործարարներ իրենց բիզնեսը փոխադրել են հարևան Վրաստան։ Այնտեղ են անում այդ գործը, հարկեր են տալիս Վրաստանի պետությանը։ Հիմա եւ աշխատատեղերը նաեւ մի մասով տեղափոխվել այնտեղ։ Բաբկեն-Թունյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է, արժանացել է լավագույն լուսաբանման համար մրցանակներին, ամուսնացած է, ունի 2 երեխա։